Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այսօրվա ծրագրի ընթացքում դիտեք։ Ադրբեջանը հրադադարը խախտում է, մեղադրում հայկական կողմին։ Պաշտպանության նախարարությունն այսօր հերթական հերքումը տարածեց։ Նախկին դիվանագետները արտգործնախարարությանը մեղադրում են փաստերը նենգափոխելու մեջ։ Նույնիսկ ամենավատ երազի մեջ այսպիսի հայտարարության տեքստ չենք տեսնի։ Առանց հայեցակարգի արդարադատության նախարարությունը նոր սահմանադրության տեքստ է մշակում։ Այսինքն պետք է նստենք, գրենք նոր սահմանադրություն։ Արդյոք դադարեցվել է հայ ծերունուն գլխատած ադրբեջանցու նկատմամբ միջպետական հետախուզումը եւ արդյոք Հայաստանն է նախաձեռնողը։ Президент Путин действительно поддерживает идею о необходимости прекращения огня. Պուտինը ձգձգում է հրադադարի հաստատումը։ Թրամփի մաքսատուրքերը փլուզում են ասիական եւ եվրոպական շուկաները։ Նախ սահմանային իրավիճակի մասին ադրբեջանական մեղադրանքները, թե հայկական կողմը կրակ է բացում իրենց դիրքերին, շարունակվում են։ Դրանք սկսեցին խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու մասին Բաքվի եւ Երևանի հայտարարությունից հետո եւ 2 շաբաթից ավելի է շարունակվում են։ Երևանը դրանք ապատեղեկատվություն է որակում, հերքում, բայց ահա ադրբեջանական կրակոցներին, որ այս օրերին ըստ գյուղացիների պարբերաբար են լինում, միայն մեկ անգամ է անդրադարձել։ Այսօր գիշերն էլ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում կրակոցներ լսել են, իսկ պաշտպանության նախարարությունը այսօր եւս պնդել է հաղորդագրություն միայն էական խախտումների մասին է տարածում։ Գյուղի ներքևից էր, օդ էին կրակում գյուղի վրայով բաց բարձր։ 2 անգամ, ամեն անգամ մի 10 հատ։ 10 հատիկ էլի։ Սյունիքի մարզի Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանն է Ազատությանը պատմում, այս գիշեր դարձյալ ադրբեջանական կողմից կրակոցներ են լսել։ 10-20 12 Ինտենսիվ էր։ Չէ, ընդհատվում։ Լավատություն չկա, մարդիկ իրաց բնականոնով աշխատում են, կրակոցների միշտ համարյա ալնում է։ Խոզնավարի հարևան Խնածախի բնակիչ Կամելա Օհանյանն ասաց, գիշերն իրենց գյուղում եւս լսել են կրակոցների ձայները։ Առաջվա նման տենդ շատ չէ, բայց կրակել են։ Նույն ժամերը 10-20, 12-10, 2 քանի, դե ժամերի գիշերվա կեսերն էլի։ Երկարատև էր։ Չէ, երկարատև չի եղել։ Կարճ դեպքում, բայց կրակել են։ Գյուղացիներն ու տարբեր օգտատերեր կրակոցների մասին արդեն 2 շաբաթից ավելի է ինչ ահազանգում են։ Մինչդեռ պաշտպանության նախարարությունից այսօր եւս փոխանցեցին։ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ, եւ որ բազմիցս հայտարարել են հրադադարի ինտենսիվ, էական կամ նպատակային ու թիրախային խախտումների դեպքում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Մեջբերում Ազատությանն ուղարկված պաշտպանության նախարարության պաշտոնական պատասխանից։ Երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, Պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է։ Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին ուղիղ հայկական կողմին է մեղադրել։ Այսօր եւս պնդեցին, թե 3 երեկոյան ժամերից մինչև այսօր լուսաբաց հայկական ստորաբաժանումներն ընդհատումներով ինտենսիվ կրակ են բացել Ադրբեջանի բանակի դիրքերի վրա, օգտագործելով հրաձգային զենք։ Ըստ այս հայտարարության Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները պատասխան գործողություններ են իրականացրել։ Երևանից հերքեցին այս պնդումները։ Մեջբերում պաշտպանության նախարարության հայտարարությունից։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Սահմանային կրակոցների մասին ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր շաբաթ օրը Facebook-յան իր էջում գրել մեջբերում. «Հուսով եմ պաշտպանության նախարարությունը շատ արագ տեղեկություն կտա Ադրբեջանի կողմից սահմանին արդեն 1 ժամից ավելի շարունակվող ինտենսիվ հրաձգության մասին»։ Այս գրառման ներքևում հնչող հարցերին, թե որ ուղղությամբ նա չէր պատասխանել։ Այսօր Ազատության հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ, Խնածախ, Խոզնավար համայնքներում բնակվող իրենց թիմակիցներից է այդ տեղեկությունը ստացել։
Սարգսյանը հիշեցրեց, որ նախքան այս էլ մամուլը ավելի քան 2 շաբաթ շարունակ գրում էր, որ սահմանին կրակոցներ են հնչում։ Տեղացիները հաստատում էին դա, բայց Պաշտպանության նախարարությունը միայն 7-8-րդ օրը պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունը։ Այսպես Պաշտպանության նախարարության հանդեպ անվստահությունը մեծանում է, նկատում է նա։ Հերթական անգամ ականատեսանք են, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածում, սրանով փորձ է անում այդ տեղեկատվությունը թաքցնել հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը չվնասելու նպատակով։ Կրակոցների մասին տեղեկությունները, Ադրբեջանի պարբերական մեղադրանքները սկսվեցին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից մոտ 1 շաբաթ անց։ Այսօր Պաշտպանության նախարարությունը դարձյալ հիշեցրել է վարչապետի աշխատակազմի առաջարկությունը հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Շաբաթօրվանից չի մարում արտգործնախարարության ձևակերպումների շուրջ աղմուկը։ Արտաքին գերատեսչությունը ըստ էության Արցախի իշխանությանն էր մեղադրել իր ջանքերը տապալելու համար, հայտարարելով Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի բանակցային օրակարգից Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրից հետո։ Երրորդ օրն է արտգործնախարարությունը քաղաքական ուժերի, վերլուծաբանների ու երբեմնի բարձրաստիճան դիվանագետների քննադատության թիրախում է։ Անի կենտրոնի հիմնադիր վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը մասամբ ապատեղեկատվություն և մասամբ մոլորեցնող է որակում ԱԳՆ հայտարարությունը, թե երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը մերժվել են Լեռնային Ղարաբաղի կողմից։ Վերլուծաբանի գնահատմամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ըստ էության Ստեփանակերտին է մեղադրում բանակցությունները տապալելու համար։ ԱԳՆ-ն ազատության հարցմանն ի պատասխան օրերս անդրադարձել էր Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ալիևի այն հայտարարությանը, թե մեջբերում եմ մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Ազատությունը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր, արդյոք դա այդպես է եղել։ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Արցախյան կողմը Սոֆիա Տասնամյակներով Ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրող Թաթուլ Հակոբյանը սակայն հակադարձում է իր ունեցած վստահելի տեղեկություններով միանշանակ չէ, որ Արցախն է 2023-ի ամռանը մերժել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները Սոֆիայում, ապա Բրատիսլավայում, ինչպես պնդում են իշխանական շրջանակները։ Ըստ Հակոբյանի 2023-ի հունիսին Սոֆիա գնալու հետ կապված Արցախի իշխանությունը երկու հիմնական դժվարություն ուներ, որի պատճառով էլ մերժել է այդ հանդիպման առաջարկը։ Առաջինն այդ հանդիպումը նախաձեռնող ԱՄՆ-ն առաջարկել էր դրա մասին տեղյակ չպահել ռուսներին, ինչն ըստ վերլուծաբանի անդրամաբանական էր, քանի որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը 2020-ից հետո հենց Արցախում խաղաղապահներ տեղակայած Ռուսաստանն էր։ Երբ արցախցի դիվանագետները տեղեկացրել են այդ հանդիպման մասին ռուսները Արցախի իշխանություններին այո խորհուրդ չեն տվել կամ եթե կուզեք թույլ չեն տվել, որ այդ հանդիպմանը մասնակցեն։ Երկրորդ լուրջ հանգամանքը, որի պատճառով Արցախի իշխանությունները Սոֆիա չեն մեկնել, ըստ վերլուծաբանի Բաքվից հնչող վերջնագրերն էին։ Բաքուն Ստեփանակերտի հետ միայն մեկ հարց էր ուզում քննարկել՝ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինտեգրումը։ Արցախյան կողմն է հիմնականում մերժել Սոֆիայի հանդիպումը։ Սրա հետ կապված նաև ես ուզում եմ մի կարևոր բան ասել։ Մենք դեռևս չգիտենք, եթե նույնիսկ Արցախյան կողմը համաձայնել, արդյոք Ադրբեջանը գնալու է այդ հանդիպմանը թե ոչ։ Բայց նաև փաստ է, որ արդեն օգոստոսի 1-ին նախատեսված Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի հանդիպումը ուղղակիորեն մերժվել է Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, ասել, որ ամբողջ պատասխանատվությունը բարթել Արցախյան կողմի վրա, ես համարում եմ
ոչ միայն անարդարացի եւ այլև ճիշտ չեմ համարում, այսինքն այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն, որ Ադրբեջանն այդ օրերին վերջնագրեր էր ներկայացնում Ստեփանակերտին 2023-ի հունիսի վերջին Արցախի խորհրդարանում բացահայտ հայտարարում էր նախագահ Արայիկ Հարությունյանը, պնդելով Ադրբեջանը պահանջում է լուծարել պաշտպանության բանակը, պետական կառավարման համակարգը եւ դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ Բաքվում ես այդ մի թեմա է քննարկում այսօր։ Ինտեգրացիայի թեմա, երկրորդ թեման չի քննարկում։ Եթե Բաքուն միայն մեկ հարց էր ուզում քննարկել՝ ինտեգրացիա Ադրբեջանի կազմում, որքանով է արդարացի մեղադրել Արցախին եւ արդյոք Հայաստանի իշխանությունները Ստեփանակերտի համար այդ բանակցություններում նպաստավոր իրավիճակ ստեղծել էին։ Թաթուլ Հակոբյանն ասում է, թե հեշտ ու նաեւ անպատասխանատու է հետահայաց դատողություններ անել, թե պետք էր գնալ Ադրբեջանի նախապայմանները կատարելու ճանապարհով, թե ոչ։ Բայց այստեղ մեղքը միայն Հայաստանի իշխանություններինը չէ։ Թաթուլ Հակոբյանը հիշեցնում է, երբ ժամանակին Փաշինյանը հայտարարեց, որ պետք է իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում, այդ հայտարարությունը կոշտ քննադատության արժանացավ Արցախում։ Եթե հնարավորություն լիներ, որ արցախցիները առանց կարգավիճակի անգամ մնային իրենց տոհմիկ հայրենիքում, որտեղ ապրել են հազարամյակներ, ապա ինչու ոչ գուցե նաև պետք էր ընդունել Ադրբեջանի ուրեմն այս նախապայմաններն ու վերջնագրերը, բայց արդյոք կար մի իշխանություն ընդունել ինտեգրացիա, այո, անվտանգությունը ամբողջությամբ հանձնել Բաքվին, դա ինչպես էր հնարավոր, եթե պաշտպանական բանակ այլևս չէր լինելու։ Դե գիտեք ինչ կա, հիմա սրա հետ կապված ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել, բայց ուզում եմ ասել, իսկ այսօրվա վիճակը ավելի լավ է արցախցիներին։ Գիտեք, միշտ պետք է համեմատել, թե ինչ էինք ստանալու եւ ինչ ունենք հիմա։ Եթե մենք ժամանակին այս աղետը կարողանայինք կանխատեսեին եւ ավելի, ինչ ասեմ, ավելի մեր հնարավորություններն ու միջազգային իրավիճակը ճիշտ գնահատեինք, ապա գուցե այո առանց կարգավիճակի հնարավոր լիներ դա, բայց ես չեմ ասում հնարավոր կլիներ։ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ ըստ էության ԱԳՆ-ն Արցախին է մեղադրում Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելու ու նաև Լեռնային Ղարաբաղը լուծարելու համար, հայտնվել է ոչ միայն վերլուծաբանների, այլև պաշտոնաթող դիվանագետների սուր քննադատության թիրախում։ Դիվանագետների համահայկական խորհուրդը, որի կազմում է նաև Փաշինյանի իշխանության ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, փոխնախարար Ավետ Ադոնցը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը այսօր տարածած հայտարարության մեջ արտգործնախարարությանը մեղադրել է փաստերը նենգափոխելու մեջ։ Պաշտոնաթող դիվանագետների համոզմամբ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու առանցքային պատճառը Փաշինյանի կողմից Պրահայում 2022-ին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը լուծարելու հրամանագրին, ապա դիվանագետների համոզմամբ այն չի հրապարակվել, հետևաբար իրավական ուժ չի ստացել։ Դիվանագետների համոզմամբ Հայաստանի արտգործնախարարությունն իր այս հայտարարությամբ օգնում է էթնիկ զտում, ցեղասպանական գործողություններ ու շրջափակում իրականացրած Ադրբեջանին խուսափել պատասխանատվությունից։ Արտգործնախարարությանը քննադատել են նաև ընդդիմադիր ուժերը։ Դաշնակցության գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ԱԳՆ հայտարարությունը որակել է հակահայ եւ հակապետական, շեշտելով, որ փորձ է արվում Արցախի հանձնման եւ Արցախի հարցը փակելու մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ իր հերթին ԱԳՆ հայտարարությունը որակել է, մեջբերում եմ, սեփական հանցագործության քողարկում։ Հայաստանն իր պատասխանատվությունը գցում է թույլի վրա։ Կարլեն Ասլանյանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախկին падգամավոր Արցախի գործադիրում նախարարի պաշտոն զբաղեցրած Հայկ Խանոմյանը ևս անդրադարձել է արցախահայերի իրավունքների հարցը հայ-ադրբեջանական օրակարգից հանելու արտգործնախարարության պարզաբանմանը։ Ռուսաստանի արդարացումները եւ քննադատում են Ռուսաստանին Արցախում խաղապահարակելությունը տապալելու եւ այլնի մեջ, երբ որ ասում էր այդ Նիկոլ Փաշինյանն է 22 թվականին Պրահայում ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ այլն, այսինքն իր պատասխանատվությունը գցում էր թույլի վրա։ Հիմա Հայաստանի արտգործնախարարությունն է իր պատասխանատվությունը գցում է թույլի վրա Արցախի կառավարության կամ վերջին կառավարության վրա մեղավորները փորձում է պատասխանատվությունից փախչել եւ այլն։ Նույնիսկ ամենավատ երազի մեջ այսպիսի հայտարարության տեքստ չենք տեսնի, երբ Ադրբեջանը փորձում է պատմությունը վերաշարադրել եւ այս պատմության վերաշարադրանքին միանում է նաեւ պատմաբան Արարատ Միրզոյանի գլխավորած գերատեսչությունը։ Սա ուղղակի ողբերգություն է, ծանր ողբերգություն եւ չգիտեմ սրա հետևանքները ինչպես ենք անելու։
Հիմա Հայաստանի սահմանադրության մասին, որը շատ սահուն դարձավ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի բաղկացուցիչ։ Բաքուն պահանջում է մայր օրենքից հանել անկախության հռչակագրին հղումը, դա համարում փաստաթուղթ ստորագրելու նախապայման։ Հայաստանցի պաշտոնյաները եւ պնդում են սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է եւ զուգահեռ հայտարարում, թե այն չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը։ Իսկ հիմա մեկ այլ անակնկալ առանց հայեցակարգի արդարադատության նախարարությունում միանգամից լծվել են նոր սահմանադրության մշակման։ Ով է գրում Հայաստանի նոր սահմանադրությունը։ Արդարադատության նախարարը 3 ամիս առաջ հայտնեց, տեքստի վրա աշխատում են, այն պատրաստ կլինի մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ Բայց թե ով կամ ովքեր են մշակում նոր սահմանադրությունը, արդարադատության նախարարությունից շատ մանրամասներ չեն հայտնում։ Միայն ասում են, մշակված տեքստի նախագիծը որոշակի պարբերականությամբ քննարկվելու եւ համաձայնեցվելու է սահմանադրական փոփոխությունների խորհրդի հետ։ Արդարադատության նախարարը նոր սահմանադրության ընդունման մասին Կիրակի խոսել է լուրջ քաստ հաղորդման եթերում։ Մենք այլևս չպետք է հայեցակարգ մշակենք, իհարկե ունենք պատրաստի ինչ-որ նյութեր եւ հայեցակարգ մշակելու փոխարեն մենք պետք է ուղղակի տեքստ գրենք միանգամից, այսինքն պետք է նստենք, գրենք նոր սահմանադրություն։ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրություն։ Նոր սահմանադրություն ունենալու որոշում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց անցած տարվա մայիսին, երբ Բաքվից արդեն հստակ հայտարարում էին, առանց գործող սահմանադրության փոփոխության Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։ Ադրբեջանը տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի մայր օրենքում։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հարգելի անդամներ, Մինչ այդ 2022-ի հունվարին ձևավորվել էր սահմանադրական փոփոխությունների խորհուրդ, որը մշակում էր ոչ թե նոր սահմանադրության, այլ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ։ Այս մեկը չավարտած Փաշինյանը նոր հանձնարարական տվեց սահմանադրական փոփոխությունների խորհրդին, մշակել նոր սահմանադրության հայեցակարգ։ Փաշինյանի որոշումից մոտ 1 տարի անց խորհուրդը փաստացի ոչինչ չի արել։ Սրփուհի Գալյանը արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո խոստանում էր վերսկսել խորհրդի աշխատանքները։ Այդ կառույցի անդամ քաղաքասարակության ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանը այսօր ասաց, ավելի քան կես տարի է նիստեր չեն անցկացվում, եւ դրանց վերսկսման մասին ոչ մի տեղեկություն այժմ չկա։ Ընկալում կար, որ եկեք գլուխ առ գլուխ գնանք կամ ինչ-որ թեմաների խումբ առ թեմաների խումբ գնանք ու արդարադատության նախարարությունը աշխատի, եթե խորհրդի ինչ-որ անդամներ էլ բովանդակության առաջարկներ ունեն, իրանք էլ ներկայացնեն հայեցակարգային առաջարկներ։ Եվ հետո այդ գլուխ առ գլուխ կամ թեմաների խումբ առ թեմաների խումբ քննարկվի խորհրդում։ Եվ սա է պատճառը, որ քանի որ դեռևս ոչ մի գլխի կամ որևիցե թեմաների գլխի շուրջ չկա արդեն հայեցակարգային նախագիծ, դա է պատճառը, որ մինչև հիմա խորհրդի նիստ չի եղել։ Ֆորմալ առումով սա ինչ որ առումով հակասում, ինչ որ առումով չէ, հակասում է վարչապետի որոշմամբ սահմանված աշխատակարգին, առնվազն որովհետև այնտեղ նիստերի նվազագույն պարբերականություն կա, որը չի պահպանվում։ Ու եթե Դանիել Յոհաննիսյանը հայեցակարգից է խոսում, նախարար Սրփուհի Գալյանը 3 հայտարարում էր, պետք է միանգամից սահմանադրության տեքստ գրել եւ այն ավարտել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը։ Սա այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանի որոշմամբ նախ պետք է հայեցակարգը լինի, հետո խորհուրդն այն հաստատի եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներկայացնի վարչապետի աշխատակազմ։ Եթե այս ճանապարհով չեն գնալու, շեղվելու են նաև վարչապետի որոշումից, ասում է խորհրդի անդամ Դանիել Յոհաննիսյանը։ Ակնհայտ է, որ առաջերտին պետք է հայեցակարգի շուրջ լինեն հանրային քննարկումներ, հայեցակարգը պատրաստվի, հայեցակարգը ընդունվի, հայեցակարգի շուրջ լինի հանրային կոնսենսուս, նոր դրա հիման վրա տեքստը գրվի։ Եվ դա նաև այո վարչապետի համապատասխան որոշումն է ենթադրում։ Հայեցակարգ պիտի լինի, ոնց կար առանց հայեցակարգ լինի։ Այդ որ թվի սահմանադրությունն է եղել առանց հայեցակարգ, բոլորն էլ հայեցակարգ հետո սա հետո տեքստ։ Ինչու է նախարարությունը ընտրել առանց հայեցակարգի միանգամից բուն սահմանադրության տեքստը գրելու ճանապարհը։ Նախարարը 3 չպարզաբանեց։ Նոր սահմանադրություն ունենալու առանցքային պատճառներից մեկն էլ ըստ Նիկոլ Փաշինյանի գործողի լեգիտիմության հարցն է։ Իսկ նորն ունենալու ճանապարհին ըստ վարչապետի պետք է սահմանադրության ստեղծման եւ ընդունման մեթոդներն այնպիսին լինեն, որ ժողովուրդն այն համարի իրենը։ Արդյոք առանց հայեցակարգի դա հնարավոր կլինի ապահովել։ Յոհաննիսյանը կարծում է, որ ոչ։ Մի բան է լայն հանրությանը 10 իրավաբանական տեքստ, ուրիշ բան է 10 հայեցակարգ։ Հա, հայեցակարգը մարդիկ ավելի հեշտ
կընկալեն, հեշտ կվերլուծեն եւ ավելի հեշտությամբ դրա հետ կապված առաջարկներ կներկայացնեն։ Սահմանադրության տեքստ ունենալու նախարարի հայտարարած ժամկետը Դանիել Յոհաննիսյանը առհասարակ իրատեսական չի համարում։ Ասում է, 1 տարում անգամ նորմալ հանրային քննարկում անցած հայեցակարգի նախագիծ ընդունելն է բարդ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Արդյոք դադարեցվել է հայ ծերունուն գլխատած ադրբեջանցու նկատմամբ միջպետական հետախուզումը եւ արդյոք Հայաստանն է նախաձեռնողը։ Президент Путин действительно поддерживает идею о необходимости прекращения огня. Պուտինը ձգձգում է հրադադարի հաստատումը։ Թրամփի մաքսատուրքերը փլուզում են ասիական եւ եվրոպական շուկաները։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ անհետ կորածների մայրերն են այսօր կառավարության առջև ակցիա արել։ Նրանց որդիները անհետ կորածի պաշտոնական կարգավիճակ ունեն, մայրերը կարծում են Բաքվում գերության մեջ են։ 4.5 տարի ամեն օր սպասում են վերադարձի, այս ընթացքում չհանձնվելով։ Այսօր մայրության տոն է, շատ գեղեցիկ տոն է։ Ես երբ որ մայրացել եմ, երբ որ ծնվել է իմ տղան, որին ես արդեն 4.5 տարի ման եմ գալիս։ Ինձ ոչ մեկի ոչ ծաղիկն է պետք, ոչ մեկի ոչ շնորհավորանքն է պետք։ Ես իմ որդուց եմ ուզում լսել այդ շնորհավորանքը։ Մեր համար չկա տոներ, մեր տոների օրերը մեր համար ավելի մեծ ցավ ու տառապանք է, ավելի մեծ ցավ ու տառապանք։ Վերադարձրեք մեր տղաներին, այս պահանջով անհետ կորած զինծառայողների մայրերը այսօր կառավարության մոտ էին։ 4.5 տարի նրանք ոչ շնորհավորանքների, ոչ էլ ծաղիկների են սպասում։ Մի լուր են ուզում լսել իրենց կորած որդիներից։ Ես ուղղակի ուզում եմ մի անգամ իմ երեխեն զանգի ասի մամ, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ոնց ես գլուխդ բարձին դնում, ոնց ես հացը մի կտոր ուտում, այն փշուրը, որ մնում է սեղանի վրա, ես չեմ թափում։ Դուրս եմ հանում, թռչուններին լցնում, որ ասում եմ, չգիտեմ, թող թռչուններն ուտեմ։ Կարող այդ ամեն ինչը հասնի իմ երեխուն։ Նրանց որդիները 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած են համարվում, մայրերը համոզված են, ողջ են, Բաքվում են։ Նրանց մասին պատմելիս անուններն էլ չնշեցին, որ չվնասեն։ Հա, մտածում եմ, որ իմ տղան ընդեղ է։ Հա, Բաքվում։ Մեր տղաները գտնվում են Ադրբեջանի բանտերում։ Ու մենք ստեղ ծնողներս միայն տանջվում ու տառապում ենք։ Չգիտեմ էլ ինչ ասենք, էլ ոնց մեր ձայնը բարձրացնենք, այս անտարբերությունը ժողովրդի թե կառավարության ոնց կոտրենք։ Այս կինը, որ չցանկացավ ներկայանալ ու առանձնանալ մյուս մայրերից, իր որդուն փնտրել է ամենուր, զոհվածների մասունքների մեջ էլ չի գտել։ Այն որ չգիտեմ, ինչ ձևով ման ենք եկել, էլ տեղ չենք թողել, էլ տեղ չկա, որ չենք դիմել, քննություններ ա գնում։ Իր որդուն զորակոչվելուց 1 ամիս անց ամենաթեժ կետ են տարել Ջաբրայիլ։ Զորամասում 18 տարեկան ժամկետայինը մոր խոսքով 11 օր է անցկացրել ու ագարակից ուղիղ առաջնագիծ են տարել։ 11 օրվա զինվորը, հա? Պատերազմի պատրաստ զինվորը ու Ջաբրայիլ են տարել։ Ինչի համար։ Անհայտ բացակայող երեխան ճանաչված փաստացի։ Պաշտպանություն, բայց իրանք պատասխանատվություն կրում են իրանց վրա, ոչ չեն կրում։ Ասեմ ավելին, անցնում է 3-4 տարի երեխան 3.5 տարի անհայտ կորացա, զանգում են, ասում են, մորը զանգում է, ասում է դուք մայրն եք, ասում եմ, հաս մարի բիլետը տար։ Ինչի ես իրանց թղթիկը տորեմ տվել։ Պաշտոնական տվյալներով 44-օրյա պատերազմից հետո շուրջ 200 հայ զինծառայող է կորել։ Ակցիայի մասնակիցներից այս կնոջ որդին էլ է այդ ցանկում, բայց անցած տարի զինկոմիսարիատից զանգել կանչել են հաշվառման, որ երամսյա հավաքների զորակոչեն։ Այդ է մեր կառավարություն, ուրա մեզի ՊՆ, ուրա մեզի կառավարություն, ուրա ոչ մի բան մենք չունենք։ Երեխուներ մի տարի առաջ զանգել են, ասում է հաշվառում են կանում։ Որ տարեն երամսյա հավաքներին։ Ասում եմ դու տեղը գիտես իմ երեխու։ Եթե գիտես ինձ ասա, բա դու չես իմանում իմ երեխեն որտեղ է, զանգել ես, հաշվառում ես անում։ Իր որդին էլ 2 ամսվա ժամկետային է եղել, որ պատերազմը սկսվելուն պես Մարտուն ու Զորամասից ուղիղ Ջաբրայիլ են տարել։ Նա էլ որդու մասին անանուն էր պատմում, ինքն էլ ներկայանալ չէր ուզում։ Հարցնում ես, ասում ես, եթե դուք համարում էիք 30 տարի Ղարաբաղը Ադրբեջան էր, ինչ գործ ուներ իմ 2 ամսվա ծառայող 18 տարեկան երեխեն Ադրբեջանում, ինչ գործ ուներ։ Շատ փաստեր կան, որ իմ տղան ողջ է այնտեղ է։
Արմինե Ներսիսյանի որդին էլ է անհետ կորած, բայց նա համոզված է, Բաքվում է։ Ասում է, պատերազմից հետո ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել է, ինչպես են որդուն գերեվարում։ Ես վստահ եմ, ու մեզանից շատերը վստահ են, որ իրենց որդիները գերության մեջ են, Ադրբեջանի տիրապետության տակ։ Մենք մեր տղաներին ենք ուզում։ Արմինեի որդուն էլ Սիսյանից են ֆիզուլի տարել, շրջափակման մեջ է ընկել ու դրանից հետո լուր չունեն, նամակներ են ստացել, որ մասունքներում փնտրել են ու չեն գտել, մարդու իրավունքների եվրոպական դատարան են հասել։ Դրանից հետո դիմել ենք մի հետ, մեր Սիրան Սահակյան, Արտակ Զեյնալյանին, մեր հայտը բավարարել են, ենթադրյալ գերի, բռնի անետացած, բնայում որպես զոհված, դատարանով որպես անհայտ բացակայող, քննչականը չի աշխատում։ Վարչապետ Փաշինյանի նստավայրի մոտ հավաքված մայրերին ոչ մեկը չմոտեցավ, նրանք էլ որևէ մեկին տեսնել չէին ուզում, խաղաղ ակցիայով իրենց պահանջն էին հիշեցնում։ Ոչ ուզում եմ, ոչ մեկին չեմ ուզում տեսնել հիմա ղեկավարությունից, կառավարությունից, չակերտավոր իշխանավորներից, ասել եմ ու կասեմ, այնտեղ փնթի աշխատողներ են միայն, աշխատանք չկա, արդյունք չկա, չեն աշխատում։ Ես իմ տուն տեղ ամեն ինչ կտամ, մենակ իմ երեխուն տան, ես իմ երեխուն գրկեմ, ավել բան չեմ ուզում, այդ կարոտը գիտեք ինչ է, ոնց է մարդու կոկորտը խեղդում, հասկանում եք ինչ ապրումներ ա ունենում մայրը։ Օրեր առաջ էլ ծնողները պաշտոնյաներից էին պատասխաններ պահանջում խորհրդարանում, փակ հանդիպումից դժգոհ են, ասացին ոչ մի հուսադրող բան չեն լսել։ Արդյոք դադարեցվել է հայ ծերունուն հրապարակային գլխատած ադրբեջանցու նկատմամբ հետախուզումը։ Նա ադրբեջանական եթերում նման պնդում է արել։ Ազատությունը այս հայտարարության հետքերով է գնացել Հայաստանն ինչ դերակատարություն ունի պատերազմական հանցագործության մեջ մեղադրվողի հետախուզումը դադարեցնելու հարցում։ Հենց հայկական կողմն է նրան մեղադրում դաժան սպանության մեջ։ Անցած տարի Մոսկվայում մի քանի ժամով ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված Քամիլ Զեյնալին, որի նկատմամբ պատերազմական հանցագործության համար Հայաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել, ադրբեջանական եթերում պնդել է, թե իր նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է։ Մեր թշնամիների կողմից հայտարարված հետախուզումը մեր պետության ձեռնարկած ջանքերի շնորհիվ չեղարկվել է։ Հայտնի ֆիթնես բլոգերին ռուս ոստիկանները 2024-ի փետրվարին էին ձերբակալել Դոմոդեդովո օդանավակայանում Բաքու վերադառնալիս։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել էր, նրա նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում կա։ Զեյնալիին Հայաստանում 2020 թվականի պատերազմի օրերին անզեն հայ ծերունուն գլխատելու համար են մեղադրում։ Ռուսական կողմը սակայն չսպասելով Երևանից ուղարկվող համապատասխան փաստաթղթերին նրան ազատ էր արձակել։ Զեյնալին ծափողջունների ներքո Բաքու վերադարձավ։ Հայ փորձագետներն էլ ռուսական կողմին մեղադրեցին անօրինական քայլի համար։ Ամիսներ անցան տեղի ունեցածի մասին Հայաստանի իրավապահ համակարգը ոչինչ չհաղորդեց։ Նրա անունը չշոշափվեց նաև անցած տարեվերջին Երևանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ու նրա ռուսաստանցի գործընկերոջ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունում։ Երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցության մասին հաղորդագրությունում սկանդալային այս պատմության մասին որևէ խոսք չկար։ Տեղի ունեցածից ավելի քան 1 տարի է անցել։ Սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցին այժմ տարբեր հեռուստատեսային հաղորդումների է մասնակցում։ Դրանցից մեկի ընթացքում էլ հետախուզման դադարեցման մասին է հայտարարել։ Այս հատվածը նա կտրել ու առանձին հրապարակել է իր Facebook-յան էջում։ Արդյոք անցած ամիսների ընթացքում Զեյնալիի նկատմամբ միջպետական հետախուզումը դադարեցվել է։ Հայաստանի իրավապահ համակարգից ազատությունն այս հարցի պատասխանն այսօր չստացավ։ Գլխավոր դատախազությունից հորդորեցին գրավոր դիմել, ինչն արդեն արել ենք։ Գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով ազատությունը մասնավորապես հետաքրքրվել է։ Հայաստանը իսկապես հետ է կանչել Զեյնալիի նկատմամբ հետախուզումը, ինչպես պնդել է ադրբեջանցին։ Այս պահին նա Հայաստանում ինչ քրեական գործով է անցնում։ Հարցրել ենք նաև, թե անցած տարի նրա ձերբակալությունից հետո հայկական կողմն իրավական ինչ քայլեր է նախաձեռնել, ինչ փաստաթղթեր են ուղարկվել Ռուսաստան եւ արդյոք նրա նկատմամբ այժմ հետապնդում իրականացվում է թե ոչ։ Այս հարցերի պատասխանները դեռ չենք ստացել։ Դաժան սպանությունը, որի համար հայկական կողմը մեղադրում է Զեյնալիին, տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութում։ Հայ ծերունու գլխատման տեսանյութերը Guardian-ի եւ Bellingcat-ի հետաքննող լրագրողներն էին ուսումնասիրել ու հաստատել, տարեց տղամարդուն գլխատել է մի ադրբեջանցի զինվորական։
Հիմա միջազգային լրահոսին անդրադառնանք, մինչ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, զենքերը չեն լռում։ Կրիվոյ Ռոգում այսօր հրաժեշտ տվեցին հրթիռային հարվածին զոհ դարձած խաղաղ բնակիչներին։ Ուրբաթի երեկոյան ուկրաինական Կրիվոյ Ռոգի ուղղությամբ հրթիռային հարվածը, որին հաջորդեց անօդաչուների հարձակումը, 20 մարդու կյանք է խլել, 9 երեխաներ են։ Ռուսաստանի նախագահը դեռ աջակցում է Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու գաղափարին, սակայն Մոսկվան դեռ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ, որ անհրաժեշտ են իր շահերը պաշտպանելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը մեղադրել է Կիևին։ Президент Путин действительно поддерживает идею о необходимости. Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է գաղափարին, որ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ, սակայն մինչ այդ պետք է պատասխաններ տրվեն մի շարք հարցերի։ Այդ հարցերն օդում կախված են։ Никто не дал. Դեռ մարտի սկզբին, երբ Ուկրաինան համաձայնել էր ժամանակավոր հրադադարի ամերիկյան առաջարկին, Պուտինը փաստացի մերժել էր այն, ասելով, որ դա պետք է հանգեցնի երկարատև խաղաղության եւ վերացնի հակամարտության պատճառները։ Ավելի ուշ Մոսկվան համաձայնեց Սև ծովում հրադադարին, սակայն կրկին պայման առաջ քաշեց՝ վերացնել որոշ պատժամիջոցներ։ Մինչ Մոսկվան հայտարարում է, թե աջակցում են հրադադարի գաղափարին, հանգստյան օրերին ռուսական զորքն ինտենսիվորեն հարվածել է Կիևին, Կրիվոյ Ռոգին, որտեղ 20-ից ավելի մարդ է զոհվել, այդ թվում 9 երեխա։ Նրանց այսօր հողին են հանձնել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել էր, թե Կրիվոյ Ռոգում հարձակման թիրախը ռազմական պաշտոնյաների հանդիպումներ, հարվածն էլ բնութագրել էր բարձր ճշգրտության, այնինչ ազատության սիստեմա հետաքննական նախագիծը պարզել էր, որ ռուսական հարվածների թիրախում է եղել մի ռեստորան, որտեղ այդ պահին համաժողով է անցկացվել, այցելուներից մեկն էլ ծննդյան օրն է նշել։ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ-ից պահանջել է դատապարտել այս հարվածը։ Ուկրաինա погодилась на пропозицію Америки. Ուկրաինան ընդունել է լիակատար անվերապահ հրադադարի ամերիկյան առաջարկը, Պուտինը մերժել է այն։ Մենք սպասում ենք Միացյալ Նահանգների արձագանքին, դեռ որևէ արձագանք չկա։ Очікуємо реакції Сполучених Штатів. Досі її немає. Ավելի ուշ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը համերաշխություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին, նա X-ում գրել է, որ Ռուսաստանն է հարվածել Կրիվոյ Ռոգին, թեև դրանից առաջ միայն գրել էր, որ բալիստիկ հրթիռ է հարվածել։ Ֆրանսիայի նախագահն իր հերթին Ռուսաստանին կոչ է արել ընդունել հրադադարի առաջարկը։ Այժմ հրատապ է, որ Ռուսաստանը դադարեցնի իր ձևականություններն ու ժամանակ ձգելու մարտավարությունը եւ ընդունի նախագահ Թրամփի առաջարկած անվերապահ զինադադարը, որին մարտի 11-ին Ջիդայում համաձայնել են նախագահ Զելենսկին։ Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն ազատության նաստայաշ եվրեյ հեռուստաալիքին ասել է, որ խաղաղ բնակչության վրա նման ինտենսիվ հարձակումներով Պուտինը ճնշում է բանեցնում, որպեսզի բանակցությունների ժամանակ ստանա այն, ինչ ցանկանում է։ Սա բարոյահոգեբանական տեռոր է։ Այն միտված է կոտրելու դիմադրությունը, որպեսզի Ուկրաինայում հնարավորինս շատ մարդիկ համաձայնեն ցանկացած գնով խաղաղության հասնելուն։ Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, որը անցած շաբաթ էր հանդիպել Թրամփի ներկայացուցիչների հետ, իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հարցով Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև նոր շփումներ կարող են տեղի ունենալ մի քանի օրից։ Նա ասել է, որ լավ երկխոսություն է ընթանում։ Կարծում եմ Միացյալ Նահանգների մեր գործընկերները հասկանում են, որ անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը եւ որ Ռուսաստանը դիմակայել է ռազմավարական պարտության փորձին, որը Ռուսաստանին փորձել է պարտադրել նախագահ Բայդենի վարչակազմը։ Администрация президента Байдена пыталась нанести. Ուկրաինան եւ եվրոպական երկրները բազմիցս կոչ են արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Ինչու Ռուսաստանն այն 60 երկրների շարքում չէ, որոնց նկատմամբ նախագահ Թրամփն ապրիլի 2-ին աննախադեպ մաքսատուրք սահմանեց։ ABC News-ի լրագրողի հարցին Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը պատասխանել է. պատճառն այն է, որ ԱՄՆ-ն հիմա բանակցում է Ռուսաստանի հետ։ Ակնհայտ է, որ քննարկումներ են ընթանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ եւ կարծում եմ նախագահը որոշել է չխառնել այդ երկու հարցերը։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանին կվերաբերվեն բոլորովին այլ կերպ, քան ցանկացած այլ երկրի։ Այս ընթացքում ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մինչ կառավարությունները քննարկում են ինչպես արձագանքել Միացյալ Նահանգների նախագահի սահմանած մաքսատուրքերին, աշխարհով մեկ ֆոնդային բորսաներում կտրուկ անկում է։
Չինաստանը արդեն հայտարարել է ամերիկյան ապրանքների նկատմամբ համարժեք 34% մաքսատուրք սահմանելու մասին, որոշումն ուժի մեջ կմտնի առաջիկա 5 շաբթի։ Եվրամիության պաշտոնյաները դեռ մտածում են, ընդ որում ագրեսիվ հակաքայլերի առաջարկներ էլ կան։ Մինչ այդ Թրամփի շրջապատում ոչ բոլորն են հաշտ նոր մաքսատուրքերի որոշման հետ։ ԱՄՆ նախագահի ամենավստահելի համախոհ միլիարդատեր Մասկն օրինակ իր անհամաձայնությունն է արտահայտել։ This is one of the most important days, in my opinion, in American history. Սպանդ, այսպես են տնտեսագետները բնորոշում ֆոնդային շուկաներում տիրող իրավիճակը, որն առաջացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմի հետևանքով։ Անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը հրապարակեց նոր քաղաքականությունը, որն ի թիվս այլ երկրների 20% մաքսատուրքեր է սահմանում Եվրամիությունից, ավելի քան 30% Չինաստանից, Վիետնամից, ասիական այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Այս որոշմանը ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային շուկաներն արձագանքում են, չափազանց ծանր բորսաները բացվել են ցավոտ անկումներով։ Խոշորագույն ֆոնդային ինդեքսները Շանհայից Տոկիո եւ Սիդնեից մինչեւ Հոնկոնգ երկուշաբթի օրը բացված առքուվաճառքից անմիջապես հետո միայն կորուստներ են արձանագրում։ MSCI Asia Pacific Index-ը, որը ներառում է ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 13 երկրների խոշոր եւ միջին կապիտալով ընկերություններ, բախվել է 2008 թվականից ի վեր իր ամենախոշոր անկմանը, կորցնելով ավելի քան 7%։ Ճապոնական Nikkei 225-ի կացությունն ավելի դրամատիկ է, ընկերությունն արձանագրել է մոտ 20% կորուստ։ Եվ քանի որ ասիական տարածաշրջան է արտադրում ամբողջ աշխարհում վաճառվող ապրանքների մեծ մասը, ամերիկյան մաքսատուրքերից ամենաշատը տուժում են հատկապես ասիական երկրները։ Տարածաշրջանն առանձնահատուկ զգայուն է հատկապես վերջին օրերի մռայլ կանխատեսումների նկատմամբ, որոնց համաձայն համաշխարհային առևտրային պատերազմը կարող է դանդաղացնել կամ նույնիսկ այնպիսի ռեցեսիայի հանգեցնել, որն աշխարհը մինչ օրս չի տեսել։ Goldman Sachs-ը արդեն 10%-ով բարձրացրել է առաջիկա տարում Միացյալ Նահանգներում ռեցեսիայի հավանականության գնահատական, այն հասցնելով մինչև 45% հավանականության։ Wall Street-ի այլ ներդրումային ընկերություններ նույնպես վերանայում են իրենց կանխատեսումները մաքսատուրքերի մասին Թրամփի վարչակազմի հայտարարությունների ֆոնին։ JP Morgan-ը ևս Միացյալ Նահանգներում եւ աշխարհում ռեցեսիայի հավանականությունը գնահատում է 60%։ Այս ընկերության մասնագետները փոխել են նաեւ ամերիկյան տնտեսության վերաբերյալ իրենց լավատեսական գնահատականները նախկին 1.3% աճի կանխատեսման փոխարեն այժմ ենթադրում են 0.3% անկում։ Այս ամենի ֆոնին Wall Street-ի բորսաները մի քանի ժամ առաջ բացվեցին բաժնետոմսերի կտրուկ նվազմամբ։ Ամերիկյան 3 հիմնական ինդեքսները վաղ առքուվաճառքի ժամանակ անկում են գրանցել ավելի քան 3%-ով։ Թրամփի առևտրային պատերազմին շուկաների արձագանքն արտացոլում է ներդրողների վախը համաշխարհային տնտեսական լճացման նկատմամբ։ Վաշինգտոնը պետք է սեղմի դադարի կոճակը, կարծում է տնտեսագետ Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դասախոս Արանչա Գոնսալես Լայան։ Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ասիայի շուկաները ցնցված են, քանի որ Թրամփի վարչակազմի հայտարարած քայլերը շատ ավելի կոշտ են, քան կարծում էին շուկաները, քանի որ դրանք ընդհանրական են, քանի որ դրանք թիրախային չեն եւ քանի որ դրանք հիմնված չեն տնտեսական փաստերի վրա։ Եվ այս ամենը բացասական ազդեցություն է թողնում շուկաների վրա, ահաբեկում ներդրողներին։ Տնտեսական ծանր հետևանքների 10-ից 15% գնաճի կանխատեսումների ֆոնին նախագահ Թրամփը համոզմունք է հայտնել, թե դրամատիկ իրավիճակը ժամանակավոր է։ Արդյունքում ներմուծման ծավալների կրճատմանը զուգահեռ կընդլայնվեն ամերիկյան արտադրության ծավալները։ Համապատասխանաբար երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Մինչ այդ նա ամերիկացիներին հորդորել է խուճապի չմատնվել։ Եղեք ուժեղ, խիզախ եւ համբերատար, արդյունքը կլինի հզորացում, սոցիալական ցանցերում այսօր գրել է նախագահ Թրամփը։ Համաշխարհային եւ նույնիսկ ամերիկյան տնտեսությունում ստեղծված դրամատիկ այս իրավիճակին անդրադառնալով Թրամփը չէր էլ թաքցրել, մտահոգված չէ։ Երբեմն ինչ-որ բան շտկելու համար տեղ է պետք։ Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել է, որ անցած հանգստյան օրերին Եվրոպայի եւ Ասիայի առաջնորդների հետ է զրուցել, որոնք մաքսատուրքերը նվազեցնելու հույս ունեն։ Նրանք պատրաստվում են բանակցությունների նստել, նրանք ցանկանում են խոսել, բայց չի լինի, եթե նրանք մեզ ամեն տարի շատ փող չվճարեն։
Մինչ աշխարհի երրորդ տնտեսությունը Չինաստանը անցած օրերին առանց երկար սպասելու պատասխան հարված հասցրեց Թրամփի կողմից սահմանված նոր սակագներին, ամերիկյան ապրանքների համար սահմանելով 34% մաքսատուրք, Վաշինգտոնի մյուս խոշորագույն առևտրային գործընկերը Եվրամիությունը դեռ չի շտապում գործի անցնել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Բրյուսելը բանակցություններում արդյունքների հասնելու հույս ունի։ We are open for negotiations. And that in parallel we are preparing. Շատ հստակ է, մենք բաց ենք բանակցությունների համար եւ զուգահեռաբար պատրաստում ենք հնարավոր հակաքայլերի ցանկ եւ անհրաժեշտության դեպքում պատասխան այլ միջոցներ։ Մենք նախընտրում ենք բանակցային լուծում գտնել։ Նախագահ Թրամփի մերձավոր զինակիցը միլիարդատեր Իլոն Մասկը, որը համակարգում է Միացյալ Նահանգների արդյունավետության պետական դեպարտամենտի աշխատանքը, երեկ ի դեպ անուղղակի Իրան համաձայնությունն է հայտնել ամերիկյան իշխանությունների նոր քաղաքականությանը, մասնավորապես Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար 20%-անոց մաքսատուրքերին։ Ես հուսով եմ, որ ի վերջո բոլորը կհամաձայնեն, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է իմ կարծիքով անցնեն զրոյական մաքսատուրքերի, փաստացի ստեղծելով ազատ առևտրային գոտի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջև։ I'm hopeful that there can be a very close relationship with America and Europe. Այսքանը այս թողարկման համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը մշտապես թարմացվում է ազատություն.am կայքում։ Սոցցանցերում գտեք մեզ YouTube-ով դիտեք եւ կաբելային ալիքներով։ Հաջողություն։